անչափահաս երեխաներով տուն, մի հատ ալֆային ուղարկեն տեսնեն Վարդի թաղամասում, որ այսօրվա գործող չինովնիկն է ապրում, ում անվտանգությունը առավոտ շուտ մի քանի օր գնացեք անունը տեսել եմ, ուղղակի գնացում եմ իրավական, այդ իրավունք ունեմ գնամ նկարելու հրապարակելու, թե չէ, այդ չի ձեր կոռուպցիայի դեմ պայքարը։ Հաջորդը, Վարդի թաղամասից խոսեցի, ակնկալում Սերան Մանյանին հիշեք, մտեք հաջորդիվ։ Մյուսը, գրել եք Հայաստանի ազգային կեզերական կարողությունների զարգացում։ Ակամայից հիշեցի երկու ֆանտաստիկ ձեր ծրագիր։ Այս նախորդ Արմսատ-1 Արբանյակը, որը կառավարության ապրիլ 15, 2022 թվականին կառավարության որոշմամբ հաստատել է 3.3 միլիարդ դրամ, ուղիղ հարց են ուղղել Մխիթար Հայրապետյանին, ասել են գործ է հարուցվել։ Ոչ մի պատասխան, մամուլը խտացվում է, որ հերթական մսխումն է։ Ակամայից հիշեցի անիվը։ Սերգեյ Բագրատյանն ստեղից, որ խոսում էր, ես ակնկալում էի խոսած քննչական կոմիտեն այնուամենայնիվ գործ է կարել ձեր վրա, թե 1 միլիարդ դրամը վնաս եք տվել պետությանը։ Հաջորդը, խոստացել եք 6% տնտեսական աճ։ Ստեղ Եղոյանի, Նաղաջանյանին ու Սիսակ Գաբրելյանին խորհուրդ կտամ ուշադիր լսեք Նիկոլ Փաշինյանի խոսքերը։ Երբ որ Նիկոլ Փաշինյանը բացատրում է, ոնց են անշարժ գույքի շուկայում 15000 գործար, ես գնահատել եմ 9000 Ռուսաստանից եկած մարդիկ են, այդ բոլոր տվյալներով հանդերձ։ Գնահատել եմ պղնձի գնի ոնց է ազդում, որ չեք կարողանում հասկանալ արտաքին էֆեկտը ոնց է ազդում։ Հաջորդը